Սենց հարկիստով ուղղակի հասկանում եք, բա այլիսով ներխուժել են։ Ժամանակին նորմալ հոդվածներով են գալի, հիմա քիչ ծիծաղելի հոդվածներով է, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խոզարկություն են իրականացնում, դահակի պահանջները չկատարելու, չգիտեմ, սենց ինչ-որ անհասկանալի բանով, բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, չգիտեմ, քննչական մեծ խումբով են, ծիծաղելու այս ամեն ինչ, էլի լուրջ։ Արգրավեցին տան զարդերը, որոշ կանխիկ գումար, սենց երեխեք իհարկե իրավունք չունեն, ես ընդհանրապես կարամ ասում, սա հերթական այս 7 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է, դահակին ներգրավել են մի հատ պրոցեսի մեջ, դահակին ինչ-որ պահանջներ է ներկայացրել ապօրինի, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ տարական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործահարույց է, ուղարկել է քննչական, վարույթ նախաձեռնել, ասես մի հատ պրոցես է, որը նորան, մի քանի օրվա։ Հա, բայց պրոցեսը մի 3 ամիս է, ինչ-որ բզբզում էին, այս ընթացքում դահակի հետ կա այդ նամակագրությունը, ապօրինի պահանջ է ներկայացրել, չնայած դրան ասել ենք, որ նույնիսկ պահանջը ապօրինի է, այս ամեն ինչ իրավունքի հետ կապ չունի, սա հերթական հետապնդումն է, բայց նույնիսկ այդ շրջանակներում մենք չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել, ամեն անգամ չեն կարողացել մեր տրված հարցերին պատասխանել ու հերթական սենց ուղարկել ենք փորձել։ Բայց համար հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը պարբերաբար սպառնալիքներ է միջեցին, որ գնալու են։ Ես մտածում եմ ավելի լուրջ գործերով կգան։ Լուրջ եմ ասում։ Օրինակ ժամանակին սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն, սենց հոդվածներ էին դնում, հիմա այս ամեն ինչը ծիծաղելի է։ Ես իմ ընտանիքի անդամները նույնիսկ այսօր մեր տան շուններ իրան շատ ադեկվատ պահում իրավիճակին, այսինքն մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք ու այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնելու, ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Այս ամեն ինչի մեջ շատ տհաճ է, առավոտ շուտ երեխեքը տունը, այս շատ տհաճ բան է, բայց իմ ընտանիքի անդամներն էլ դեռ չէ, բայց կարծում եմ կունենամ։